պարոն Փաշինյան, չնայած նրան, որ անընդհատ հայտարարում է, որ պաշտոնական բոլոր մակարդակներում, հանդիպումներում դուք բարձրաձայնում եք այդ հարցը, բայց տեսականորեն գործնականում որևէ քայլ, որը արդյունավետ է, մենք չենք տեսնում։ Նաև Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դրա մասին, տեղյակ եք, նրա փաստաբանն էր ձեզ դիմել, որ կետեր կան, տարրական կետեր կան, որոնք Հայաստանի Հանրապետությունը չի իրականացրել մեր գերիներին վերադարձնելու համար, նաև մարդիկ են հայտնվել, այսպես ասած, ովքեր ցուցմունք են տվել, օրինակ Ռուբեն Վարդանյանի դեմ։ Գիտեք, մենք ինչպես ասել եմ, բոլոր հնարավոր տեղերում եւ բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք եւ եթե չի լուծվել հարցը, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Դա կարող եմ ասել միայն։ Ներողություն, խնդրեմ։ Այսօր Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ պիտի լինի այն, որ Բաքվում տեղի ունեցող դատավարության հարցով Հայաստանը համագործակցի իրենց հետ։ Ինչպես եք դուք պատկերացնում եք համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի արտահանձնվեն Ադրբեջան, դուք ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Գիտեք, նախ ձեր ձևակերպումը չեմ կարծում, թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին, բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։